Մայիսի 9-ը հայրենական մեծ պատերազմում ֆաշիզմի դեմ տարած հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի պաշտպանության բանակի ստեղծման օրն է։ Հայ ժողովրդի ամենասիրելի տոներից մեկը մայիսյան եռատոնը վերջին տարիներին մեծ ոգևորությամբ չի նշվում։ Երբեմնի սիրելի տոնն արցախյան դեպքերից հետո վերածվել է պայքարի։ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին II հաղթանակի և խաղաղության տոնի առիթով այցելել է հաղթանակի զբոսայգի ծաղիկներ խոնարհել ու աղոթք բարձրացրել առ Աստված։ Աղոթք բարձրացրեցինք այցելով երկնավորից նաև որ զորացնի մեր ժողովրդին դիմագրավելու իր կյանքի բոլոր դժվարությունները արկա բոլոր մարտահրավերները դիմակայի մերքաջարի զավակների արույության ոգով և առհայրենին սիրով կերտի բարեշեն դարձնի հայրենի մեր երկիրը և բարոր մեր ժողովրդի կյանքը թող Աստծո սերը շնորհը միշտ ուղեկից լինի մեր ազգին այսօր և հավիտյան։ Արցախի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արտակ Բեգլարյանի խոսքով Արցախի ու Շուշիի ազատագրման համար գլխավոր անելիքը Հայաստանի ուժեղացումն է։ Մենք պետք է ունենանք ամուր, զարգացած Հայաստանի Հանրապետություն, որի ժողովուրդը և ամբողջ հայ ժողովուրդը ունենանք ազգային գաղափարախոսություն և ազգային էլիտա, իսկ դրա հիման վրա նաև արդյունավետ կառավարում։ Դրա հիման վրա ես վստահ եմ, որ ժամանակի ընթացքում մենք կարող ենք նաև վերադառնալ Արցախ։ Ինչ մենք առ այսօր անում ենք, ուղղակի մեր վերադարձի թեման օրակարգում պահելն է, վերադարձի հույսը մեր ժողովրդի սրտում պահելն է, քանի որ առանց հույսի որևէ արդյունք չենք ունենալու, իսկ եթե գործնական կամ պրագմատիկ նայենք իրավիճակին, ուղղակի պետք է ամուր լինենք, պետք է զարգանանք և ժամանակի ընթացքում այնքան ազդեցություն ունենանք, որ կարողանանք վերադառնալ Արցախ։ Անմահ գունդ հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ հաղթանակի օրը մայիսի 9-ին վետերանների մասնակցությամբ բազմամարդ երթ է անցկացվել դեպի հաղթանակի զբոսայգու անմար կրակ։ Ես շնորհավորում եմ բոլոր սովետական միության ժողովուրդներին այս փառահեղ հաղթանակի համար եւ այդ հաղթանակը մեզ տվել է հնարավորություն այսօր ազատ, անկախ ապրելու։ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին մեկնարկել է ավանդական հաղթանակի զորահանդեսը։ Այս տարի լրանում է 1941-ից 1945 թվականների հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Արարողությանը մասնակցում է ավելի քան 20 օտարերկրյա առաջնորդ, նրանց թվում են Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Չինաստանի նախագահ Սի Ցզինպինը, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, Վիետնամի կոմունիստական կուսակցության գլխավոր քարտուղար Տո Լամը և Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան։ Մոսկվայի Կարմիր հրապարակում մայիսի 9-ին հաղթանակի օրվա 80-ամյակին նվիրված շքերթի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը ընդգծել է պատմական հիշողության պահպանման, միասնության և նացիզմի դեմ պայքարի կարևորությունը։ Ռուսաստանի Դաշնության նախագահը շնորհավորել է քաղաքացիներին, վետերաններին, զինվորականներին և բոլոր հյուրերին մեծ հաղթանակի տոնի կապակցությամբ։ Նա հպարտությամբ նշել է, որ մայիսի 9-ը մնում է Ռուսաստանի համար ամենասրտաբուխ ու միավորող տոնը։ Наши отцы, деды и прадеды
спасли Отечество. Մեր հայրերը, պապերն ու նախապապերը փրկեցին հայրենիքը եւ մեզ պատգամեցին պաշտպանել այն մեր ազգային շահերը, մշակույթը, ավանդական արժեքները։ Սովետական միության բոլոր ժողովուրդները կրել են պատերազմի ընդհանուր բեռը, ընդգծելով Հարավային Կովկասի եւ Միջին Ասիայի բնակիչների ներդրումը։ Նրանք ոչ միայն ռազմաճակատին են մատակարարել անհրաժեշտ ամեն ինչ, այլև ապաստան տվել տարհանվածներին։ Այսօրը խորին հարգանքով խոնարհվում ենք այն սերնդի առջև, որը ջախջախեց նացիզմը եւ ազատություն պարգևեց մարդկությանը։ Ռուսաստանը հիշում է դաշնակից բանակների ներդրումը ընդհանուր հաղթանակի մեջ բոլոր նրանց, ովքեր կռվել են հանուն խաղաղ ապագայի։ Հայերի ավանդը հայրենական մեծ պատերազմում մեծ է ռազմաճակատ է մեկնել 600,000 հայ, նրանցից 300,000-ը զոհվել է, իսկ 106-ը դարձել են Խորհրդային Միության հերոսներ։ Հասմիկ Ֆահրադյան, Արմալուր։